գործունեությունը, որն առնչվում է գիտությանը եւ եկեղեցին։ Այո, բարև ձեզ, սկսեք։ Ես Մանուշակ Մարկոսյանն եմ, ցեղասպանագետ, վեգներագետ եւ կարող եմ ասել, որ մի կյանք եմ ներել հայոց ցեղասպանության ուսումնասիրության խնդրին Գերմանիայում եւ իմ ուսումնասիրությունները ես կատարում եմ հայոց ցեղասպանության ականատես Արմին Վեգների հայապահպան գործունեության շուրջ։ Այսինքն ձեր գործունեությունը ուղիղ հակառակն է ներկայիս իշխանության գործունեության։ Դուք հիմա հնարավոր է նաև շուտով քրեական հետապնդման ենթարկվեք։ Ես կուզենայի քրեական հետապնդման ենթարկվել, շատ կուզենայի, որպեսզի իրենց լավ պատասխան տայի։ Քրեական հետապնդման ինչի համար կրթեի, որ ինչ է եղել։ Մենք կասկածի տակ են դնում ցեղասպանության եղելությունը։ Անկիրներին դժվար է կրթելը, բայց կարելի է իրենց սահմանը ցույց տալ։ Բոլոր առումներով կարելի է իրենց սահմանը ցույց տալ։ Ձեր գիտնական գործընկերները փորձում են, բայց կարծես թե քարտեզը իրենք են գծել, երկրի պատմությունը իրենք են նկարում, մեզ ասում են թե որտեղ մենք նստենք, թուրքը որտեղ նստի, դուք հասկանում եք ինչ վիճակում են։ Հիմա էլ ասում են, գիտեք, եկեղեցու իշխանությունը ֆեյք է, այդ մենք պիտի որոշենք։ Օրինակ Փաշինյանի հոգևոր գծով տեղակալ են ակնկալում ունենալ։ Այդպես նաև զինվորականությանը դարձրին։ Հիմա ինչ եք մտածում, այդ եկեղեցին հայ ժողովուրդը կարող է այս անընդհատ ներսից եկող արհավիրքների դեմ դիմագրավել։ Ոչ թե կարող է, պարտավոր է։ Պարտավոր է ամեն ժամ եւ ամեն վայրկյան։ Ես ինքս, իմ կյանքը, ես այդպես եմ ապրում, ինչ այն իմաստով, որ ես գիտության մարդ եմ, բայց միևնույն ժամանակ ամենօրյա պայքար կա։ Մենք եթե մեկը գիտության մեջ է, գիտության պիտի պայքարի, յուրաքանչյուր իր բնակավարում պիտի պայքարի եւ պիտի պայքարի որպես գիտակցական հայ, որովհետեւ սա մեր ինքնությանն է վերաբերվում, մեր գոյությանն է վերաբերվում, մեր լինելիությանն է վերաբերվում։ Ասում եք ջնջեք այդ ամենը նոր Հայաստանով ապրեք։ Ինչ կա շոշափելի է ձեր ոտքի տակ է, դա է ձերը։ Ասում եք չկա Արևմտյան Հայաստան, երեք դուք տեսել եք նրա ուղերձները։ Փաշինյանն ասել է Արաքսից այն կողմ, Էրդողանի դռան շեմին է ասել, Արաքսից այն կողմ, մենք այլևս Հայաստան չունենք։ Գիտեք ինչ, ինքը չի համապատասխանում Հայաստանի եւ հայությանը։ Այդ հայրենիքը եւ Հայաստանը իր կարիքը չունի։ Ինքը պետք է այստեղից դուրս լինի։ Ինքը պետք է ընդհանրապես հայկականությունից, հայությունից, այս սուրբ հողից դուրս լինի։ Հասկանում եք, այ հարցը պետք է մենք այսպես դնենք։ Նա ինչ իրավունք ունի կամ ինչպես կարող է նա մի բան ասել, մենք էլ ընկնենք մտածենք, թե ինչ որ մի մոլագար, ինչ որ բան է ասում, անհայրենիք մի մոլագար։ Նա գոյություն չպիտի ունեն այս սուրբ հողի վրա։ Եվ ոչ միայն այս հողի, այլև այն հողի, որ նա ընդունում է, որ նա ինչ որ այսպես մի բան է հորինել իր համար, չեմ էլ ուզում մտածել այդ մասին, որտեղ դա լավ է, եկեք իր թեզերը չշարունակենք, որտեղ մենք էլ լրատվամիջոց ենք եւ ունենք պատմության առաջ պատասխանատվություն։ Մենք ուզենք չուզենք ամեն օր իր ժամանակագրությանն անդրադառնում ենք։ Առավոտյան արթնանում է 1000 ներողություն, վանքի առաջ, եկեղեցու առաջ, ես պոռնկաբարով բառը պետք է ասեմ։ Այսպիսի բառամթերքով երկրի վարչապետը, որ իրավունքների ու լիազորությունների մեջ առհասարակ չի մտնում եկեղեցական կյանքին միջամտելը, նա իրեն իրավունք է վերապահել, որ պիտի իբր ինչ որ խորհուրդ ստեղծի եւ կաթողիկոսին գահանքեց անի, ընդհանուր երբեմն նա կաթողիկոսին համարում է արդեն գահանքեց եղած։ Եվ Արշակ Սրբազանին է հիմա սկսել սրերով վիրավորել, ինչ է կարծում, ինչ պիտի անենք մենք, շարքային մարդիկ, գիտնականները, ձեր գործընկերները, եկեղեցականները, ովքեր պիտի ասենք մինչև 26 թվականը փաստորեն ազատվեն այս իշխանությունից կամ հակառակը։ 26 թվականը ես մտածում եմ հենց այսօր, ես միշտ մտածում եմ ամեն մեկ օրը, որ նա կա, մեր ինքնության, մեր պետականության դեմ է։ Հիմա, երբ մենք առավոտյան արթնանում ենք, ես իդեպ ձեզ մի բան ասեմ, շատ անձնական մի բան։ Ես այդ ոմնին 2019 թվականի օգոստոսի 6-ից այս կողմ չեմ լսել, չեմ դիտել, բացարձակ չեմ լսել։ Ես միայն նրա բարբաջանքները այսպես լրահոսով եմ հետևում։ Ես չեմ լսում, որովհետև դա ինձ համար շատ անկարևոր մի բան է, բայց ինձ համար կարևոր է իմ եկեղեցին, ինձ համար կարևոր է հայոց ցեղասպանության պահանջատիրությունը, ինձ համար կարևոր է որպես գիտությամբ զբաղվող մեկի, ցեղասպանագիտությամբ զբաղվող մեկի իմ գործունեությունը։ Եվ ես նաև այստեղ խորհուրդ կտամ, որ դրան շատ արժեք չտալ, ավելի շատ աշխատել, չէ, դիմադրել պետք է։ Եթե ես այսօր գրոհի մենք դեմ հանդիման կկանգնենք։
Մենք պետք է, եթե եկեղեցին գրոհի, մենք պետք է դեմ հանդիպման կանգնենք եւ ամեն գնով պաշտպանենք եւ մենք դա կարող ենք, գիտեք։ Այսօր ժողովուրդը ցույց տվեց, որ շատ միասնական է։ Եվ մենք դա կարող ենք, գիտեք ինչ, այդ վիճակը, որ ինքը ունի, չէ, հատկապես եկեղեցու հանդեպ, սրա զորությունը նա ենթագիտակցորեն գիտի սրա զորությունը եւ դրա համար է այդպես մոլերանտ լցված այս զորության հանդեպ։ Հայը ինչպես կարող է այդպես խեղված պատկերացումներ ունենալ սեփական արմատների կամ հայրենիքի կամ եկեղեցու կամ կրոնի հանդեպ։ Անկեղծ ասած, ես այդ հարցի շուրջ երկար եմ մտածում, շատ երկար եմ մտածում։ Դրա շուրջ լուրջ աշխատանք է տարվել մեր հանդեպ, շատ լուրջ աշխատանք եւ ես հասկանում եմ իշխանության կողմից ոչ միայն Անգլիայի ուժեր կան, որոնք սրա զորությունը լավ գիտեն եւ լավ գիտեն նաեւ, որ մենք շատ զորավոր ենք։ Ուզում են մեզ մուսուլմանացնել։ Ոչ, մուսուլմանացնելը շատ թույլ է։ Ուզում են մեզ ուղղակի այս զորությունից կտրել։ Որ ինչ լինի, որ իրենք ուժեղ լինեն, մեր զորությունն իրենք ունեն։ Նրանք, ովքեր այս զորության ուժը գիտեն, մեզնից ավելի գիտեն եւ ուզում են այդ ուժը մեզնից խլելով, թվում է թե դա իրենցը պիտի լինի, այսինքն իրենք պիտի զորանան։ Սիրելի Մանուշակ, այդ ուժերը իրենք էին հայտնաբերել Փաշինյանի եւ նրա խմբին եւ դարձրել իշխանություն, թե նրանք հետո դարձան իրենց գերին կամ ինչպես են նրանց փոխարինությունները։ Գիտեք ինչ, ես գտնում եմ, գիտեք, սա մի քիչ այսպես ավելի абստրակտ զրույց է, բայց ես մտորում եմ այս հարցերի մասին։ Ընդհանրապես գիտությամբ զբաղվող մարդը միշտ պետք է հիմնավորում ունենա եւ փաստեր եւ եզրակացություններ կատարի, բայց սրա մեջ խորհուրդ կա, որ երբ որ դու նայում ես կողքի ես դնում այս փաստերը, ինչու հենց Արցախը։ Ինչու հենց Արցախը։ Արցախը մեր խորանն էր ինքնության։ Հանեք եկեղեցուց խորանը եւ տեսեք թե ինչ կմնա։ Ինչու հենց Արցախ եւ ում ձեռան, ով որ ատում է հայկական խորանը, ով ատում է հայ եկեղեցին, ով ատում է այն ամենը, ինչը հայկական է ու վեհ է, նրա ձեռքով։ Եվ ընդհանրապես ատելության ուժն է ուժը, գիտեք, որքան սիրո ուժը ուժ ունի, այդքան էլ ատելության ուժ ունի։ Տեսնում ենք, մեր հասարակությունը պարակտել, քայքայել եւ միակային է։ Ինքը եւ բղծության սերմնացան է եւ ատելության քարոզիչ է։ Այդ երկուսը շատ հրաշալիորեն ինքը կարողացավ։ Լավ, ո՞րն է ելքը Տիկին Մանուշակ։ Ինչ անել։ Ասեմ ինչ անենք։ Հիմա եթե մենք այստեղ բոլորս միասին, ես անընդհատ այս կողմ եմ նայում, այստեղ ենք, չէ՞, մենք բոլորս։ Հիմա տեսեք զայրացած ենք, հուզված ենք։ Եթե մի լուսավոր թեմայից խոսենք, մեզ հետ ինչ կկատարի։ Մեր էներգիայով կլցվենք։ Մենք ավելի շատ մենթալ եւ հոգեպես կբարձրանանք։ Ես գտնում եմ ճանապարհը։ Մեզ ամեն օր սպառնում էր գրառումներով։ Ինքը դա մտածված է իրականությունից մեզ կտրել։ Ոչ, դա իրականությունից չի կտրել։ Նայեք, գործիքակազմ։ Ես հասկանում եմ, ինձ վրա էլ ազդում, բայց ես իրադ եմ վահան ունեմ։ Ես կուզենայի, որ մենք այդ վահանով լցվենք եւ ես շատ կուզենայի շատ շատերին օգնել, ինչպես անել, որ դրա դեմ այդ վահանով 21-րդ դարում, երբ որ տեխնոլոգիական լուծումներով, տեխնիկական միջոցներով մարդկանց սպանում վերացնում են հոգիները, իրենց կրոնը, մշակույթը, կարելի է ուղղակի էներգետիկ դաշտով սպանել կամ դիմագրավել հնարավոր է դա, այն էլ Փաշինյանի տեսակ մարդու, Փաշինյանի տեսակ մարդու միայն այդպես կարող է դիմագրավել։ Քանի որ հիմա ինքը ֆիզիկապես շատ պաշտպանված է, դրան քո հոգեկան ամրությամբ, եթե դու սիրով լցված ես քո հայրենիքի հանդեպ, քո եկեղեցու հանդեպ, քո մասնագիտության հանդեպ, քո ինքնության, քո լեզվի հանդեպ, կարճ ասած դու ուրիշ գործիքակազմ չեք տեսնում։ Չէ, ես տեսնում եմ գործիքակազմ։ Որը քաղաքական, առաջինը քաղաքական, բայց առաջին քայլից մինչև վերջին քայլը որոշված։ Ասում է եկեղեցին իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվել։ Եկեղեցին շատ բոլոր սահմանադրագետներն ապացուցեցին, որ եկեղեցին չունի որևէ կաշկանդվածություն իր երկրի պաշտպանության եւ երկու կողմով այդ հարցին պատասխանեմ։ Ես գիտությամբ զբաղվող մարդ եմ եւ շատ կուզենայի գիտությամբ զբաղվել։ Ինձ համար դա գերագույն երջանկություն է։ Հիմա եկեղեցին էլ կուզենա իր գործով զբաղվել, բայց մենք ստիպված ենք։ Դրա համար, եթե իմ ինքնությանն է վերաբերվում, իմ հայրենիքին, ինչպես չզբաղվեմ քաղաքականությամբ, այն քաղաքականությամբ մանավանդ, որ նա է մեր վզին փաթաթում, չարձակեմ այդ փաթաթվածը իմ վզից եւ այսպես երեսին չապտակելով հանձնեմ այդ ինչ որ իմ ճակատին կապում է ինքը կամ իմ պարանոցին։ Անշուշտ պետք է անենք, բայց խելամիտ պետք է, պրագմատիկ պետք է, զգացմունքներով շուրջ, անպատճառ։ Սա շատ մեծ միավոր ուժ է եւ այդպեսին եղել է բոլոր ժամանակներում։
Մենք կարծում ենք մեր մտավորականությունն էլ է մեր վահանը, իրենց լռության համար, ինչ ունեք ասելու, չէ՞ որ գիտնականները կարող էին գտնել այդ լուծումը, մտավորականությունը կարող էր Եվ գտնել։ այդքան փոքրակի պետք չէ լինել։ Մենք այսօր էլ մտավորականներ տեսանք այստեղ։ Գիտեք, ես մտավորականի դերը շատ եմ գնահատում։ Դրա մասին ես խոսել եմ վերջերս առիթ եմ ունեցել, ասել եմ, օրինակ ես հայոց ցեղասպանության ականատես Արմին Վեգներով եմ զբաղվում, նա ոչ միայն հայերի ցեղասպանության ականատեսն էր եւ պայքարում էր մեր իրավունքների համար, այլև երբ որ պատերազմը եւ հիտլերյան ճնշումները սկսվեց, նա մտավորականների մի խումբ կազմեց, հոգեվոր մտավորականների միություն ասպես։ Նրանք շատ քիչ էին, բայց պայքարում էին այդ հզոր ուժի դեմ։ Եվ ես այսօր հարց եմ, այն ժամանակ էլ էր անհավանական, թե մենք ինչ կարող ենք անել հիտլերյան այդ ռեպրեսիայի ուժի դեմ։ Եվ ինքը 7 բանտ, 3 լռության ճամբար անցավ, բայց այսօր Գերմանիայում ում են հիշում, ում են օրհնում։ Բայց Կոմիտասն էլ խենթացավ տեսնելով թե ինչ է կատարվում։ Կոմիտասի պարագան, Գրիգոր Զորաբի, դրանք տարբեր օրինակներ, ես ասեմ ինչ օրինակներ են։ Կոմիտասի պարագան նա չափազանց զգայուն էր, նա չէր կարող, նա Թուրքի հետ գործում էր։ Հասկանում եք, թուրքը ոճրագործ է, նրա դեմ մարդկային բանականությունը չի կարող դիմանալ եւ այդ զգայուն հոգին չէր կարող, այդպես պիտի լիներ։ Հասկանում եք, իսկ ինչ վերաբերվում է Գրիգոր Զորաբին, օրինակ ես այսօր Գրիգոր Զորաբ չեմ լինի։ Երբեք ինձ որևէ թուրք չի կարող իր կողքը նստեցնել, ինչ որ հաշտությունից խոսել եւ չի կարող որևէ մի այսպիսի ցեղասպանությունը ժխտող ինչ որ մեկը Թուրքի արչեւ խոնարհվող մեկը ինձ որպես ցեղասպանությամբ զբաղվող մեկի կարող է հասնի բանը նրան, որ թուրքը կարողանա ինձ սպանել կամ գլուխս ջարդել կամ մի քանի օր հետո այսօր իրեն հետ նստեմ եւ վաղը ինձ նույն բան, դա ինձ հետ չի լինի։ Սա հենց սա է, որ մեր այս նոր սերունդը եւ այս գործունեությունը, որ ես ունեցել եմ, ինձ հետ դա տեղի չունենա։ Ինձ համար թուրքը ցեղասպան է եւ ցեղասպանությունը քրեորեն պատժելի արարք է եւ պիտի պատասխան տա։ Ուրիշ ոչ մի հարց չունեմ ես նրա հետ։ Հասկանում եք, որևէ հարց եւ չի էլ կարող լինել։ Իսկ Փաշինյանի քաղաքականությունը, որ այսպիսի հարցադրումներ չլինեն, չէ՞, պարզ ասում է իմ արտաքին քաղաքականության մեջ հայոց ցեղասպանության խնդիրը գոյություն չունի։ Այդ քեզ համար գոյություն չունի, քեզ համար, բայց մեզ համար, կոնկրետ ինձ համար, դա ինձ համար իմ ամենօրյա կյանքի գործունեության ամենակարևոր մասն է։ Ես դրանով քնում եւ արթնանում եմ։ Հասկանում եք։ Դրա համար նրա ասածը ինձ համար արժեք չունի։ Ես գտնում եմ, որ մենք պետք է շարունակենք պայքարել եւ պահանջատիրությամբ եւ օրենքներով։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Ձեր անունն ազգանունը։ Մանուշակ Մարկոսյան, ցեղասպանագետ, վեգներագետ, Համբուրգի համալսարան։ Շնորհակալություն։ Այս շատ երկար